Սիրաքի իմաստությունը 21. Զգուշանալ մեղքից։ Որդյակ, եթե մեղք գործեցիր, այլևս մի արա և աղոթիր հին մեղքերի համար։ Փախիր մեղքերից, ինչպես օձից, եթե մոտենաս կխայթի քեզ։ Մեղքի ժանիքները առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։ Ամեն տեսակ անօրենություն նման է երկսայրի սրի, նրա տված վերքերին բժշկություն չկա։ Արհավիրքն ու թշնամանքը ավերում են հարստությունը, այդպես էլ կավերվի ամբարտավանների տունը։ Խոնարհների խնդրվածքները հասնում են մինչև Տիրոջ ականջները, և նրա արդարությունը փութով կհասնի։ Ով որ ատի հանդիմանությունը, նա կլինի մեղավորների շավիղների մեջ, և ով որ երկյուղ է կրում Տիրոջից, սրտով նրան կդառնա։ Լեզուով հզորը հեռվից է ճանաչվում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։ Ով իր տունը կառուցում է այլոց ունեցվածքով, նման է նրան, որ քայլեր է հավաքում ձմռանը։ Անօրենների խումբը նման է դիզված վուշի, և նրանց վախճանը կրակի բոցի մեջ է։ Մեղավորների ճանապարհները հարթ են, քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է։ Ով պահում է օրենքը, իշխում է իր մտքերին, և Տիրոջ երկյուղի վերջը իմաստությունն է։ Ով խորագետ չէ, չի սովորի, բայց խորագիտություն էլ կա, որ շատացնում է դառնությունը։ Իմաստունի և հիմարի նկարագիրը։ Իմաստունի գիտությունը հեղեղի նման կսաստկանա, և նրա խորհուրդները ակնաղբյուրի նման են։ Տգետի փորը նման է ծակոտկեն ամանի, ոչ մի գիտելիք այնտեղ չի մնա։ Եթե գիտունը իմաստուն խոսք լսի, կգովի այն և կավելացնի այն, մինչդեռ թեթևամիտը լսեց ու նրան հաճելի չթվաց այն, և նետեց իր թիկունքի հետևը։ Տխմարի խոսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրա այն շնորհ է ստանում։ Իմաստունների խոսքերը փնտրելու են ժողովրդի մեջ, և դրանց մասին խորելու են իրենց սրտում։ Ավերված տան նման է հիմարի իմաստությունը, և տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։ Անմիտների համար խրատը ոտնակապ է և աջ ձեռքի ձեռնակապ։ Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագետ մարդը հազիվ ժպտում է հանդարտ։ Գիտունի համար խրատը նման է ոսկեղեն զարդի և աջ բասկի ապարանջանի։ Տխմարի ոտքը արագ դիմում է դեպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։ Անմիտը դռան արանքից է տան մեջ նայում, իսկ բարեկրոն մարդը մնում է դրսում։ Մարդու համար անվայել բան է դռան մոտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։ Շատախոս օտար բերանները պատմում են, ինչ որ լսել են, իսկ իմաստունների խոսքերը կշռադատված են։ Հիմարների սիրտը իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը իրենց սրտում։ Ամբարիշտը սատանային անիծելիս ինքն իր հոգին է անիծում, բամբասողը պղծում է իր հոգին, նա ուր էլ բնակվի, ատելի կլինի։